Եթե խորը նայեք մեր սրտերում կտեսնենք, որ երբեմն մենք էլ ինչ-որ բան մոռանում ենք մեր հանդեպ եղած
դավության երբ որ մարդ արել է։ Որովհետև չես կարող հիշես ու չես կարող անդադ քո մեջ պահես այդ ամենը փորձես, հա, մեքենայով անցելս, մեքենա ճանապարհով գնացած եմ, մեքենա ամենա վերցնա, այդ բան ուրախացած, վայ Աստված օգնի ձեզ, շատ շնորհակալ եմ, միգուցե մի բան վճարեմ, չէ, լավ է, հասցել է քեզ ինչ-որ տեղ ճանապարհ գնալուց, անցել է տարիներ, դու ոչ այդ բառը հիշում ես, ոչ զանգում ես, նկատում եք, ոչ թե ես խոսում եմ, որ վատ էի անում, այլ խոսում եմ, որ մեր ներսում կա տեսնելություն, այո, մի բարի մարդ, հիշում եմ, մի բարի մարդ կանգնեց մեքենայով ու ես մեքենայով եկա չմնացի դուրսը, կամ մեքենա փչացել էր, մեկը կանգնեց, ինչ-որ հարցում մտնեց, այո, եղա, շնորհակալ եմ, եղբայր ջան, Աստված օգնի ձեզ ու անում եք մեր ճանապարհով։ Ես փորձում եմ մեր մեջ բերեմ մեր գիտակցությունը, ոչ թե վատ բան ենք անում, այլ ինստինկտիվ մեր կյանքում այդ մոռացությունը կա, սիրելիներս։ Ինձ փոքր ժամանակ հայրս ֆուտբոլ էր նայում եւ Արարատը երբ որ գոլ խփեց, ու ինքը ուրախությունից գոլ ուրախացած, ես էլ ուջուր գայլա էր, այ գայլեկը չգիտեմ ոնց է հայրը։ Երեխա է, բերանից մեծ սենց խաղում է ատանել, ես կոմենքում տանելով, լեզվով չգիտեմ, ու է գորալու մահին, ձերս տպամ ու ձերս թողեցի ու գնաց կոպորդս։ Ու ես այդ վիճակին իրան խփում եմ, ինք ասում է, սպասի, տնապատկին է, տենա մոտ խփեց գոլը։ Ու ոգևաց նայման, իչեմ ու ես իրան ունեց հարվածեցի, ու ինք այդ հարվածից խորած տեսա, սենց խեղվում եմ արդեն ու ինքը գրկեց ու Սուսան, չգիտեմ խի Սուսան, հանդակացարան էր գրկետված վրապում է, Սուսան հասի, ու Սուսանը եկավ մարդը կողեց վերանս կծենով, բանով մի կեր միացել, բրդեց թե հանեց չեմ իքշում, գրկեց ինձ։ Ուրա Սուսան գրկել։ Որ տենում եմ, բարևում եք, ուշուշ ենք տենում, շատ կամը չկա, վատ է, չեմ պահել կամը սիրա հետ, իքիմ կյանքը տրտել է, իշ ճիշտ է, չէ հասկանում։ Ու նույն ձևի ես իմ վրա եմ օրնագվերում, նույն ձևի մենք կարող տեսնենք մեր կամը, ասում, ոյ, ես ոնց ծուցել եք ով ես վարդել, ես ինչ լով էր, ես եմ մտածում է ինչ պետք անի, շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ, անցնում է տարիներ, շնորհակալ եմ։ Քեմ ես այս օրինակը բերում, որովհետև երբ որ Հիսուսը բժշկում էր, մենք տեսնում ենք, որ ես այն օրը տենց իմ տրամաբանական հաշվարկն էր անում, ասում էի, եթե մի գյուղում մի հրաշք արել, չէ, ասենք մի հատ երեխայի հանրություն տվեց, չէ, կնոջ երեխային, մտածում էր, որ ամբողջ գյուղը պետք է ցնցվեր, ուրախանային, հարազատներ էին միգուցե, քրոջ տղա, քրոջ տղա, բոլոր հարազատներով տարածվել այդ համբավը, բոլորը իմանային, արդեն գնացի մի քանի 100 մարդ։ Ու ամեն մեկի արած հրաշքը մտածում էր, որ ամեն ընտանիքին վերաբերող բան կար։ Մեկը քերոտողում, մեկը պապում էր բժշկել, իրա տան անդամին, եթե մեկի տանը չէր վերաբերվել բժշկությունը, գոնե իրա քերոտողում բժշկել էր, լավ, ասենք, քերոտողում որքան ասիկ իրա հարազատը բժշկվել էր Հիսուսի իր աշխարհում։ Բայց երբ որ պետք է ընտրվել Բարաբային խաչենքը Քրիստոսին, այդ ամբողջի ձայնը այնքան բարձր էր, որ խաչի Քրիստոսին։ Ուր էին այդ բժշկվածները։ Մենք վառ օրինակ ունենք, երբ որ Հիսուսը 10 բոլորին բժշկեց, մեկը եկավ շնորհակալություն հայտնեց ու Հիսուսն էլ ասեց, բա այն 9 ուր գնացին։ Սա է ամբողջ մարդու ներսի ու մեր համար պայքարը, որ մենք դարձել ենք քրիստոնյա, մեր կյանքով պայքարում ենք այդ հին էության հետ, փորձում ենք բոլորի հանդեպ լինել բարեկեցիկ, բարեհամբույր, խաղաղությամբ վարվել, սիրով վարվել, որովհետև ամեն մարդ յուրաքանչյուր բառը կարող է հայտնվել մեր կողքին եւ լինի մեր, այսպես ասած, Աստծո կողմից ուղարկված օգնության օղակը։ Ամեն։ Մի օր ֆիլմ էի նայում, ու այդ ֆիլմում մի գիտական մարդ է, ու նրան տեխնոլոգիապես առաջացնում էր մեկը, ինչ է քո գիտությունը, նայ հիմա ես ինչեր եմ անում, ծափ ատարի, ռոբոտը գալիս, ասում է սոված է, շուտ սեղանիր, ասում է նայ դաժե ես իրան հրամայում եմ, ես ռոբոտը ալակ սեղան ա դնում, մրգով, ամեն ինչ, ասում է եսա կյանքը, ինչ ես
չկա։ Ու այս գիտականը նստած ասում է, միգուցե հասցնես մի հատ էլ պրոբոս ներծես, որ իշտի խմի։ Իրան ախտում, ասում է, խեղդում եմ շուտ արա, ասում է, հասկացար հիմա, որ մարդ քեզ պետք է, ինչքան է ու տեխնոլոգիան զարգանա, մարդում պետք է։ Երբևիցե այո սիրելիս ես համաձայն եմ, երբևիցե պետք է մենք չադահանանք ու ասենք, ես իմ համար այս ամեն ինչ ունեմ, համարյա բոլորիդ կարիքն չունեմ։ Ինձ ինչ պետք է ես իմ հարցերը կարողացեմ։ Դա ամենաահավոր բանը կլինի մարդու կյանքում, երբ որ ինքը մտածի, ոչ մեկ ինձ պետք չէ։ Ես ապահովված եմ, ես ծառաներ ունեմ, ես ոնց ուզեմ ապրեմ։ Դա շատ ահավոր է։ Եվ բժշկության մասին խոսալով ես ուզում եմ խոսամ հենց հոգու, շնչի և մարմնի բժշկության մասին։ Ինչի, որովհետև մարմինը կարա և հենց այդպես է, օրինակ հիվանդ մնա մարդ, բայց երջանի ծառայի Աստծուն անկախ իր հիվանդությունից։ Շատ օրինակներ ունենք, որ այո, աղոթել է, բայց ինչ-որ բան չի փոխվել, ուստեղ այն փորձությունն է, եթե այդպես էլ մնաս, դու կծառայես Աստծուն, թե անպայման ուզում ես դա լինի, որ ծառայես Աստծուն։ Միանշանակ սիրելիս, մենք պետք է առաջին տարբերակում լինենք, եթե ես սենցել եմ քեզ պետք տեր, ես սենցել կծառայեմ։ Ինձ համար լավ օրինակ է, դիտ ոչինչը ինտերնետում կարող եք խփել, տեսնել առանց ձեռքի, առանց ոտքի մի երիտասարդի մասին այդ վկայությունը իր կյանքը վկայում է, ինքը շատ հաջողակ բիզնեսմեն է, եթե չսխամ միլիոնատեր է նավթով, երկին ունի, երեխաներ ունի, բայց չունի ձեռքեր, ոտք, ընդամենը այս մասում միակ ոտի հետ թաթի նման ինչ-որ բանա, որով ինքը ինչ-որ բան կարողանում անել։ Ու իր վկայությունը, որ նայում ես, դարձը գիտես քիակալու, ասում ես, ես ձեռքեր ունեմ երկու ոտքներ, բայց չեմ անում այնքան բան ինչքան ինքը։ Բայց մենք շատ անգամ, երբ որ չի լինում, մտածում ենք, այ ունենան ես էլ իրանում անգամներ, այ եթե ես անպայման ես ֆինանսական վիճակը լիներ կամ ես կարողության տերը լինեի, եթե ես էլ սենց լինեի, ես էլ օգնեի մարդկանց, սիրելիս, ինչ ունես դրանից սկսի։ Եթե կարաս կես հաց, մոմի հացը կիսես, կեսը 10 մեկինով որ չունի, դա ավելի մեծ գնահատական է, քան թե նստել սպասել նրան, որ եթե հանկարծ ես միլիոնատեր դառնամ, այն ժամանակ օգնեմ, ու այդ ժամանակ երբևիցե օգնելու բխումը մեր մեջ չի արտանում։ Ու այդ ինքը դրանով հենց վկայում է, որ սկզբում տխրել է, մտածում է քրիստոնյա ընտանիքում ծնվել է Աստված, ինչու նրանք չէ որ քրիստոնյաներ են եղել իմ հայրը ու հայրը, ինչքան դժվար է քրիստոնյա ծնողների համար, որ իրաց երեխան ծնվել այդպիսի։ Փոքր ժամանակ դժվարություններ, բայց երբ որ արդեն գիտակից հասավ դա եկել իր ճանաչել է Քրիստոսին, սկսել է երջանիկ Քրիստոսի հետ անել այն, ինչը ինքը ընդունակ է անելու, ինչը որ կարա անի, ու այդ ուջուր թաթիկով ինքը կամ տրով լավ փողեր աշխատել, լավ կամպանիա է ղեկավարում, որտեղ իր ուղղները տերն է, ունի երեխաներ, երջանիկ վկայությունը անպայման հորդորում եմ նայեք տեսեք, որ անթև անձեռ մարդը ինչպես է կարողանում Աստծուն փառավորել։ Ընդհանրապես մարդու կյանքում աշխատել է նման օրինակ ցույց տալիս ինտերնետով հանդիպել եմ ես շուտ, մեկը ոտքով գնում է իր կողքով անցնում է մեկը հեծանով, միգուցե տեսել եք շատ եղում։ Հեծանիվում մեկ անցնում ես ոտով գնացող ասում է Երանի իրան, հասավ տեղ, այդքան փող ունենա ես էլ մի հատ հեծանիվ արվենք։ Հեծանիվով գնացողը գնում է իր կողքով մի հատ մոտոցիկլետ անցնում ասում է փողս հետիքել մի հատ մոտոցիկլետ արվենք, ինչքան դառնա։ Մոտոցիկլետը գնում անձրև է գալիս, ավտոյով փակ մեկ անցնում ասում է ավտոյով լինեի չթրջվեք, ավտոյի փողներ այ ավտո արվենք։ Ու տենց անընդհատ մարդը ինչ ունի մտածում է կողքինը այինքը, այդի ավելի լավն է սա ունենամ։ Ու այդ ձևի մենրա ծախում են հեռախոսներ սիրելիս։ Տարին մեկ մի հատ այֆոն է եղում, այդ 10 արդեն 5 ենք համարում, ցկտում ենք 17-ի, մինչև 17-ը առնում ենք, 18-ն է եղում, ու ասում բայց մի հատ ֆունկցիա ավելի է։ Եկեք խոստովան այդ բոլոր ֆունկցիաները չի օգտագործում։ Ունեցեք այն, որ ձեր կյանքում ծառայում է ձեզ եւ օգտավետա ձեր կյանքի համար։ Երբեք այդ մրցակցության այդ բանը թողնու դուրս գա մեր մեջից։
ամենաս լավ, ես հենց հիմա հրճակում եմ, որ դու ներաս լավ, ես յոլայի կողմնակիցը չեմ, որ ասեմ միացից ուջուր հեռախոս հետա 10,000-ով կնոպիշ տանջի ձերը ու միշների անհասանելի որտեղ զայրատկեն նստել է, ես դա չեմ կարոզում ու մեկ եկեղեցին կրները չի ասել, բավարարվել, այո մենք պետք է, բայց երբևիցե դա չի մեր կյանքի գլխավոր նպատակը, iPhone 17, iPhone 18, iPhone 10 մեր նպատակն է Քրիստոսին ծառայել ու iPhone 18-ը ձեռը թողել ու գնաց ծառայել։ Եթե դու Քրիստոսին ես ծառայում, iPhone 21-ը ձեռը գնել, իջը 20-ը ամեն հարկաստում։ Այդքանը դրա մասին։ Բայց եկեք վերադառնանք մեր թեմային։ Ինքին ինձ ասում մի քիչ թեման որ քարոզում է շատ է ծառայում այս կողմում, բայց ես չգիտեմ, ես փորձում եմ հոգու հետ քայլել, հոգին ու որ դառնում։ Հոգի շունչ մարմին։ Սա հասկանալու համար մենք մարդու կառույցն է, հա, հոգին շունչ մարմին է։ Մենք մարդիկ ու բաղկացած ենք։ Հոգի շունչ մարմին։ Երբևիցե սա չի կարող առանձնանալ, շատ վատ կլինի։ Եթե մենք կա չենք խոսքում ասում, հոգով ձեր հետ է։ Չէ, ինքը ասել է, հոգով ձեր հետ է, բայց չեմ կարող։ Ու դու ունեք չես, ընդ քեզ չեն նայում, ասում կեր, էլի բարի, արի գնացի, արի նվերը կա, չէ, դու հոգով ես, իրանք ափսոսում է, որ դու ունեք չես, ինչի, որտեղ մարմինը ունեք չի, որտեղ մարմինն է, այնտեղ հոգին շիշներ է լինում, բայց կարևորը, որ հոգին տանում ես իներ, որտեղ որ պետք է այս մարմինը գնա, շատ կարևոր է, որ հոգին լիքավարում, ու գիտեք շունչը, հսելով հիմա ներկա լինելով հոգևոր դաշտում, ինքը մի շտապում, շտապեց Աբրահամը, որից խոստում ունեն երեխա, Սարա մեծը, մեկը Հագարարի, երեխան ծնվեց, անուն Իսմայել, ու դառավ ճշտամի, նոր Աստված ասեց, ոչ, ես Սարայով եմ քեզ սերունդ տալու, ու նույնը մեր կյանքում է, խոսքը լսում ենք, որ Աստված ասում է, ես ողտերյակ ես, հա, ողտեր շնորհակալ եմ դեր ջան, այն միլիարդի համար, այն չգիտեմ, այն շենքի հիմնա, այս կարող եմ, ու սենց ինչ-որ շուրջը սկսում եմ ես ոգևորել, ու ինչ ալինում, երբ որ գազափորձությունները, Սերբիացանի առաքեշում եք, չորանում է, որտեղ մի պահ ուրախացել է, ինչ լավ տեղ եմ եկել, ինչ լավ բան ենք հարուզում, վերջ աղքատությանը, վերջ հիվանդությանը, վերջ անեծքին, հենում է, ու ինքը իրա գլխի անեծքները բացելով հետում է, իրա լեզվի պատճառով, իրա սխալի պատճառով, նույն կյանքի տեսնում, Հիրաստանում ասում է կյանքից չփոխվեց։ Վերջերս մի եղբորեն է խոսում, որ հավատում եմ կգամ, մենք աղոթում ենք շատ ուժը կորածների համար, ասում ինչի՞ չես դրալ, ասում է դե կյանքից չի փոխվում։ Մենք ինչ պետք է փոխվել, որ մտածում ես կյանքը չի փոխվում։ Ինչ որ ասել ես, հոգի շունչ մարմին, սա մենք ենք բաղկացած հոգով շունչից մարմինից, դա վկայում է, եկեք տեղ կարդանք, առաջին Թեսաղոնիկեցիս 5:23 կարդանք, հա։ Փորձեմ Աստվածաշնչով Եվ ինքը խաղաղության Աստվածը ձեզ ամբողջովին թող մաքրի ու ձեր ամբողջ հոգին, շունչը և մարմինը անարատ պահվեն մինչև վերնել Հիսուս Քրիստոսի գալուստը։ Ամեն։ Սա վկայում է, որ մարդը բաղկացած է հոգի, շունչ, մարմինից, Աստված հողից ստեղծեց մարդուն, մրգուքների մեջ շունչ փչեց և մարդը կենդանի հոգի դարձավ։ Այսինքն մենք բաղկացած ենք հոգի, շունչ, մարմինից և այս երեք ոլորտներ մենք կարիք ունի բժշկության։ Եվ այս երեք ոլորտներ մեր կյանքի անընդհատ փորձության մեջ են։ Ու եթե Հիսուսին ասա պատահել, նշանակում է մեզ ինքը պատահել։ Հիսուսին ասեց, եթե ինձ հալածել են, չեն ընդունել, ձեզ չեն ընդունել, եթե ընդունել են, կընդունել։ Հիսուսի փորձությունը անապատում, եթե կարդեք կտեսնեք, որ սատանայի երեք հարցադրումներն են ուղղված էր նրա հոգու, նրա շնչի, նրա մարմնի հետ։ Մարմնի համար, որ դա սոված էր, ասեց, քարի մասը հաց դառնա։ Գիտեք դա ինչ պահա, որ դու սոված ես, աշխի մի անգամից հրաշքն է, մի անգամից ուտելն է, մի անգամից ոչ մի վարկան չուշանակ, եթե ընկերդ կանուշում ես, ասում է կես ժամից, ասում ես սոված եմ պրծին, կես ժամ արդեն կողմատ երկար ժամանակ այդ
այդքան չեմ զբանա, չեմ սպասի, չէ, այսինքն սովածման ու եկել են այդ բան, այդ իր սովածության բանի փորձելու, քանի ասա հաս դառնալ, հրաշք կա, Հիսուսը կարան աներ, բայց կլիներ մի բան, սատանան թելադրեց, Արո հնաշքին կլիներ սիրելիս, շատ անգամ ներկայանում հնաշքներ լինում է, բայց հետևիկ, օրգություններ, չակեր տալու, հաջողություններ, բայց հետևիկ, ում կողմից էր տալու, ում կողմից էր այդ առաջարկը, որ միգուցե քեզ հաճելի էր։ Գիտեք, այսօր լիքը բաներ կա, որ մեղք չի, բայց ինչը որ հակառակվում Աստծո խոսքին, ինքը քեզ տանում է դեպի մեղք։ Ես երբ որ նոր էի ապաշխարել, ֆուտբոլ խաղալ շատ եմ սիրում, սրա մասին էի խոսացել եմ։ Ու այդ ֆուտբոլ խաղալու պատճառով, որ ես գիտեի դեռ ժամանակ կա, կհասցնեմ 5-ին, մինչև 5-ը շատ կա, 12 կա, գնանք ֆուտբոլ խաղալու, 9-ը ժամանակին 9-ին հայատ է իրարի, ու հիշում է, որ այդ օրը հավաքույթ կա, նոր էվաղ հիշում է։ Գիտես, մեր չեք գործել, ֆուտբոլ ենք խաղում, մեր հետով խաղում ենք, բայց հավաքույթը այդպես անցնում էր։ Հավաքույթը անցնում էր, ես ներկա չէի։ Սա մարմնի փորձություն է։ Լավ մի քիչ քնեմ այսօր էլ պարտադիր չի սարքի զեղբայրն ակալուզում, այդ հովիվը կգա միս անգամ, ես համայման ներկա գնում սա է խալկանք և հոգու տանջակ ինչպես ասված Սողոմոնը, կարևոր չի ովակալուզում, կարևոր ուդուր եկեղեցում, կողոր, տան մեջ նստած ես ու լսում ես այն խոսքը, որ Հիսուս ասեց, լսեք այդ խոսքը, մի նմանի, ոչի, եթե սարքի զեղբայրը սիմպատիա չի, մի նմանից, բայց այն ինչ-որ խոսում է, Աստծո խոսքը, ամեն փորձի ընդունես գերակուրս տանաս այսօր։ Ու այդպես մեր մարմինը փորձության է ենթարկում, քալին ասա հազդարնա, դա Հիսուսի փորձություն է, շնչային ոլորտը, քեզ քցի հրեշտակները կբռնեն, գրած է, չէ, Աստծո խոսքում քո համար գրած է, հրեշտակները կպարեն քեզ, քցի այստեղից քեզ, դե քցի եթե Աստծո որդի ես։ Ու այստեղ Հիսուսի փորձությունը դա ինչ ասեց, մի փորձի քո Տեր Աստծուն։ Թե որ հավատացյալ եք, ձեր Աստված հզոր է, ինչի եք այս կարիքի մեջ։ Հենց հիմա դա հավատեք թող լինի, հիվանդություն, կարիք, ինչ-որ պակասություն, չգիտեմ դուրսը տեն անջատեք, ու այդ ժամանակ քո հոգին եկավ ու շատ դերեցի, հետինս գնաս սատանա, ես Աստծուն եմ ստանում։ Եթե ես Աստծուն հաճելի եմ, նա իմ հարցերը կլուծի։ Մեր շունչը անընդհատ ուզում է հոգուն ասի դու մի կողմ գնա ես այդ ամենը կլուծեմ։ Տես հեսա ես քցեմ ինձի հրեշտակները բռնեն ու աշխարհը տեսնի, որ Հիսուսը կենդան է։ Մի փորձի քո Տեր Աստծոց, եթե Աստված հրաման չի տվել։ Ասմացավար ժամանակ տարջուն են դա, հոգու ավար։ Շնչի մասնեն ասամ և մարմնի համար, հոգու համար, մեր հոգու երկրպագությունը։ Հիսուսին ասեց, տարավ ամենաբարձր տեղ աշխարհակու ասեց, այս ամբողջ թագավորությունները, այս ամբողջ բարգը քեզ եմ տալիս։ Միայն ինձ իր կարդիր, մեր պախկված ձերի, հա? Մենք փոքր ժամանակ սենց հումոր ունենք, մեր համար, տղաների համար, Արնոլդ Շվարցենեգգերը, եթե որոշ մարդիկ ծանոթ են, ինքը այն ժամանակներում կուլտուրիզմի չեմպիոն էր, մականոտ, ու ինքը ֆիլմերում դրա կատարել, Ամերիկայում գուբերնատոր էր, միջև հիմա ինքը կա, ու Արնոլդ Շվարցենեգգերը մեր տղաների համար բան էր, այդպես ուժեղ տղու, չգիտեմ, հերոսներ մեր, ու սենց հումոր ենք անում տարածնենք, ուզես իրանական ուժեղ լինես, բայց մի ականջդ բուխանքը հացի նման լինի, սենց մտածում ենք, մի կողմից ուժեղ եմ, բայց այդ ականջով ուր է տալիս, մենք ժամանակ չենք հասկանում, կանանք վիրահատեին, փոքրացնեին, երեխայինք հասկանում են, որ դենց բուխանքա պետք է լինի, ասում են, չեք ուզի, դե չես ուզի, դες թույլ է դմնա, դենց հումորներ ենք անում, ու հիմա հոգևորում էծել է, սատանան առաջարկում է, արկություն ուզում եք, ապուրանը լծի, բայց որ հավատվում եք, մի 5 րոպե ինձ տեղ տվեք, կամ որ հավատվում եք, դրանից հետո եկեք գնանք մի քիչ ես ինչ բան անելու,
հրակած են, ուջուրացրած են։ Դա կյանքա, բոլորն է սխալվում են մի հատ վրիպում էլի, սենց մի հատ ուջուր, հետո էլի կապաշխարի եք։ Հոգու փորձությունն աստա, որը Հիսուս ասեց, գրածը, միայն կոպել Աստծուն երկրպագին, դրա փոխանել, ինչ էլ առաջարկում է, ինչ էլ դրա դիմաց կա, միանշանակ մեր ներսը պետք է ասի, ես դրան համաձայն չեմ։ Իմ համար միակ Աստվածը Հիսուսն է։ Ինձ համար չեմ ուզի, որ վշտացնեմ իմ Տիրոջը այդ քայլը անելով։ Ես այդ քայլը չեմ անում։ Ու սա մեր հոգի, շունչ, մարմի, այսինքն մեր հետ կապված, դա իմ հետ կապված հարցեր է, դա նենց չի, որ ես հենց փորձությունը գալիս ասում եմ, դե հոգի ջան, դու որոշի, դա քո որոշն է, ես գնացի, ու մարմինը գնում է ինչ-որ, ոչ դա հոգի, շունչ, մարմի հավասար է մարդ, ինչ-որ ման տեսնում է, այստեղ հոգի մեջ սա շունչս, ինտելեկտը, իմ գաղափար, իմ հասկացողությունը իրա զգայրանելով, հա, շնչային ոլորտը, ինչ-որ ես սիրում եմ, ինչ-որ ես ունեմ ինձ համար նախատվել, և մարմինը, որը որ տեսնում ենք մենք իրար, ամեն, եթե մարմինը հանենք ու ես ես կանեմ խոսում, մի մարկյանը զարդը դավարում է, պատկասեք միկրոֆոն որդի մեջ, ձայն եմ լսում, բայց մարմին չկա, դրանով իրանք իրար հետ, առանց իրար չէ, ու իրանք իրար հետ, և որ հոգին ուժեղ է, նա ղեկավարում է, և այդ ժամանակ շունչին է դուր գալի այդ ամենը, թեև իրար պետք է հնասանդեսնել, դրա հետ մեկտեղ մարմին է, որ ասում է շոք է, պարկի, ինտերնետով կլսես ինչ տարբերություն, երբ որ հոգին ուժեղ ասում է, միան վենք է սակում, այնքան է այդ որ սենց ինձ ասել, հիվանդ եմ այսօր մնամ տունը ոնց մի քիչ տակ եմ, ասել եմ սակում ես թավի, գնում ես եկեղեցի, մի հատ ես հումոր եք դա, ասեմ սենց մի քիչ թավանը, վայլը տղայք վերակ ասում, ասում է վերկաց, գալի տերմերի քնացա, նորից է վերկացնում, ասում է ինձ գոնը մի պաճար ասա, ինչի վերք են ամ, ասում է որտեղ կիրակի է, գնում են եկեղեցի ու պիտի խաղոց ես այսօր։ Մի քիչ ծույլիկ վիճակ է, բայց դա մեր մարմինն է, դա մեր հոգնած, գիշերը չքնած կամ տարբեր պաճառներով ինչ-որ բաներ ալինում մեր մարմինի հետ, որ մենք այդ դիքը մեր մեջ անդամ գալիս է, կարող է այսօր չգրամ, զանգեմ ինչ ասեմ, բայց խապելը ճիշտ չի, վայ, հիշեցի, հյուրն եմ դունել, հյուրն էլ ով է, հենց հարևաններ հետ եկեղեցի նստել եք, ես մի անգամ Գորիսում էինք սիրել, մեր անդամներից մեկը դուռ բացում է, որ դուրս գա հավաքույթի, ներս անում իրանց բարեկամը, ու ինքը տենց մի սովր էր, մի 10-15 պես շուտ էր գալ, այդ որը 5 պակաս էր գալ, սենց ապաները չեք սկսել, չէ, ասում չէ, ասում է, դուր բացում է, որ գայի բարեկամ եկավ, ասի ամուսնու բարեկամ էր, ասեց, աղբերը տունն է, նստի իրա հետ, առաջին ասել էր իրար հետ գան, ասել էր չեմ կարա, ասել էր դե աղբերը տունն է, նստի այդ ես գնում եմ աղբոտքի գան, ու ենքան արժեք տեսա այդ հարցի շուրջ ես, որ այո, մենք երբեմն ունենում ենք պատճառներ, հա, ագելի պատճառներ, ինչ-որ հավաքույթին չմասնակցելու, բոլորիս հետ է լինում է, մենք դա մեզանից անպակաս մասնիկա, որ տես դեպքեր լինում է, որ մենք բացակայում ենք, բայց երբ որ սիրտը քննում ես, նայում ես, ինչի համար էիք բացակայում, այդ հարցի պատասխան միայն դու գիտես, քո հոգու ներսում, որ կարային էր, թե չէ։ Այդ հարցին երբ որ կարողանում ենք մենք ինքներս հաղթահարել, հասկանալ, որ հոգին ուժեղ է։ Եվ այս ոլորտները բժշկություն ստանալու համար առաջինը հոգու մասին խոսանք, հոգին երբ որ ուժեղ է, ինքը կարողանում է լիցերություն, վերսնավակություն ու քո կյանքում դու հոգևոր հասուն, հոգևոր կայուն տեսնում են քեզի վարվելուց, մարդիկ տեսնում որ դու կրակոտ ես, միշտ եկեղեցում ես, միշտ չես ուշանում, միշտ ծառայում ես, միշտ գրացուցիչ բաներ ես մտածում, ստեղծագործում ես, քո ծառայության մեջ աղոթում ես ու փայլում ես, եւ ասում ամեն բան անում ես, եւ ասում գերազանց նկատվում է երբ որ բան հոգու մեջ ուժեղ է, իսկ ինչպես է հոգին ուժեղ լինում մեր ներսում, առաջին մենք շփում Աստծո հետ։ Երբ որ ես շփում ունեմ Աստծո հետ անձնական,
Հովանես եղբայրը ստելա կարավակայ ալումը, որ զանգում ա, որ մենք պետք հավատենք իրար են, ասեն Հովանես եղբայրը 10 րոպե ժամանակ անջատենք, դու անձնական քո համար, ես էլ իմ համար 10 րոպեից նորից կմիապավենք։ Ինչի, որովհետև երբ որ հերնում ես ու սկսում ես ուրիշի մասին մտածել, այդպես էլ գնում ա, դու արդեն սկսում ես սովորություն, ուրիշի լավ ա ուրիշի չի, քո եղբայրներն են, բայց ուրիշ այնքանով, որ դեռ դու քեզ պետք ա կերակրես, նոր անցնես ուրիշներին։ Մենք պապական հայկական խոսքում ենք, չէ, ասում ա, ոնց ասում առաջին քո ճուկուց առաջին, չէ, դա սխալ չի, սիրելիս, եթե ես ասեմ լավ, Գևորը այսօր չի եկել, Գևորի բաղջեն ջրեմ հետո իմը ու հանկարծ գործ պատայի իրա բաղջեն ջրեմ թողեմ գնա, իմը մնա, գիտես ինքին ինչ կանի, Գևորի հանդեպը չարանա, լավ, ես հումորա ես, չի չարանա, բայց կասի ամեն բաղջեն սաղը ջրան, իգե հետի մեր է չեմ, լավ, սենց ամենը լավ տարբերակով ավարտեմ, բայց ճիշտ չի, եթե աշխարհի լինի տնեցիք, անգամ հոգևորը կարող է եղվի, այո կներվի, որ մի օր ամեն օր հենեմ ուրիշի բաղջը կջրել, ասում մերը գետնա, մեր աղբերնա, հովարիս տվենա, որ քերից վայր մեկը, ու մեն բաղջը չջրվի, լավ չի լինի, դա էլ հենց էլի ա, եթե դու ծառայում ես, դու գալիս ես եկեղեցի, դու ամեն բան նորմալ ա, նորմալ չի են կարա լինի, որտեղ եթե այս շոփումը չկա, որից որ կցամաքես, շուրջը չի դիպանա, շուրջը դուտ կանի կոտեմ, կասի հերիք ելա գնաս եկեղեցի, տենում ես քեզ չեն նկատում, տենում ես ես ինչ բանը, ու այնքան բաներ կբացի աչքիդ առաջ, որ ոչ մեկ չի տեսել, մենակ դու ես տեսնելու, հոգին ուժեղ ա, եւ որ առաջի հետ կա փոխհարաբերություն եւ երկրորդը երբ որ խոսքի հետ ես զբաղվում, որպես Աստծո հետ է շփում, խոսք կարդալը եւ աղոթքը հոգում դարձնում է զորավոր, եւ խոսքը ասում է հոգով վարվենք եւ մարմնի գործերը չենք կատարում, հոգին ինչքանով է ուժեղացնում, երբ որ փորձություն է գալիս մարմնի ու շրջի վրա, հոգին այդտեղ խառնում է լուծում է հոգին ասում է փախից դերից ու առատացնել է խորհուրդ տալ, ասում է փախից շնությունից երիտասարդ մի փորձի պայքարես, մի փորձի հեռուստացույցը միացնես ու ասես ես աղոթում եմ որ իմ վեճս չի, վեճը չնի դու կհիվանդանաս, դա բժշկությունն է ապացուցել, չի կարող վեճը չլինի, վեճը դեն ժամանակ այդ վարի ուրիշ տարբերակ չի դեպը, երես չի ազդել, ազդելի է, դրա միակնությունը փախելն է, դրա միակնությունը հեռու մնալն է, ամեն, հոգին ուժեղանում է կարդալով, աղոթելով, Աստծո հետ փոխհարաբերելով, ամեն, շունչը, երբ որ դու ինքդ քո որոշումներին ուշադիր ես եւ որոշում ես կայացնում քեզ հնասանդեսնես ամեն հոգևոր գործի, ամեն հոգևոր առաջնորդի ասա, խնդրեմ դուրը ծածկել, որ կանցեցյանների իրավունքության կատարստել, չշոքենք, շնորհակալություն։ Շունչին մենք պետք է հնազանդեցնենք սիրելիս, այսինքն չթողանք, որ շնչավոր մենք մտածենք այդ հարցին, վայ մեղ կա, եկեք օգնենք իրան, ինքը ու օգնում են մեկին, ով որ նստած ասում է, ջան, կպել է, հավատացյալները ինձ օրական կերակրում են, ես կարող եմ չաշխատեմ, կարող եմ հոգս չանեմ, լոքշ կրել եք ես բաղրաբար իմ կյանքը բաղրել, կերակուրս են բերում տալիս են, մտածելով ես խերջ աղքան եմ, բայց երբ որ հավատացյալը կերակրում է են ընգացին, որը նաև աղոթում է իր կյանքի համար, որը նաև հավատում ու խնդրում է Աստծուն, քո տված տալությունը, օգնությունը, ինքնասիկա փառք ես Աստված ջան, որ լսեցի իմ աղոթքը, այդ դա է հոգևոր օգնություն, այդ դա է հոգևոր ճիշտ ընթացքը, գիտես շատ անգամ մենք բաներ կամ անում ենք, ասում ենք, դե կարևորը ես արեցի, ինձ չի հետաքրքրում իր կողմին, ինչ ուզում ա թող անի, թող այդ խմի, ասում են խմող ա փող ասում, թող այդ խմի, ես փոխտամ այդ խմի, դե լավ, ինչ կյանք եք ստիպում ապրել ժողովուրդ ջան, հոգևոր կյանքը բարդ կյանք է, դժվար կյանք է, բայց Աստծո հետ է հեշտ, դժվարանում է, երբ որ շունչը խառնվում է մեր հոգևոր ոլորտին ու սկսում է ինքը դասավորել, ոնց պետք է
պետքալինի, մեր Արորյանը դասավորում, ու մեր շփելը դասավորում, ահա, իրանք հարուստ են, իրանց հետ մոտիկ լինեն։ Աղքատքունի կգալ ասում, աղոտ ասում, դե քույրիկ ջան, աղոտ ելի, դու քո համար չես կարող աղոտես, ես ինչա, միշտ գալիս ու չի ուզում երբևից է օգնի ու աղոտել է սովորացնի։ Շունչը, երբ որ եկեղեցում մի քիչ գլուխ է բարձրացնում, նկատում է, որ խառնաշփոթ է բերում եկեղեցում, ու դա եղել է առաջին տարից է, հիմա է, հետո է, ու ովքեր որ շնչից կազատվեն, այսինքն շնչին չեն թույլատրի, որ ինքը թելադրի իր կարծիքը, ու ասի հովիվն ասել, Աստված է տենց դնել, տենց է պետք է լինի, ուրեմն հոգևոր մթնոլորտը բաց լինի կարի։ Գիտեք ինչքան են մեր եկեղեցում քննադատել, որ պարկերը գնում է, չունես պետք է ամաչես, չունես պետք է միտեղ չեն կարող աման սարքել, ունեցողը գնա գցի, սերից չունես մի գցի, ոչ պետք որ չգցելու համար, երբևիցե չի ամաչացնելու, մանավանդ Աստված երևից չի ասելու, անիցիալի ես որ չգցեցիր։ Ինքը գիտի ինչի չգցեցիր, ունեիր չգցեցիր, թե չունեիր չգցեցիր։ Այդ չգցելը ոչ մի դեր չի տանում։ Ու այնքան են մարդիկ քննարկել, եկեք պարկերը չանցկացնեն, եկեք ուրիշ ձև անեն, եկեք վերջում անեն, դուրս գալուց ով ուզումակցի, չելել ով գցեց, ով չգցեց, տարբեր առաջարկներ, բայց եկեղեցու ի սկզբանե դեռ հովիվ Արտուրը չէր, հովիվ Լյորնան էր եկել ու եկեղեցին սկսել էր, ճշմարտություն էր կոչում եկեղեցին, այն ժամանակվանից ի վեր անցել է տոպրակներ, այն սկզբում բանկա է եղել, բանկեր կոչվում են Պետրոներ այվել, Պետրոներներ են իշում, բրեմ փակեր չէ բացել։ Անցել է, ինչի, որ ես ու դու շնչին սաստեն, հոգում լսեք ու ասեք ինտերը արժանի է սրան։ Էվեն անգամ չեն գցել, ասել տեր դու գիտես, որ չունեմ որ գցել, բայց ես սրան համաձայն եմ։ Ես գցում եմ ինձ, գցում եմ, նվիրում եմ, ինչ կարամ այսօր մեկի համար անեմ, ֆիզիկապես կամ իմ ներկայությամբ։ Միգուցե մի տատիկի թև մտնեմ ու աստիճաններով ինչ ասեմ եք ամբողջ երիտասարդականը։ Մի բան, որովհետև եկել եմ քոտում, ես էլ մի բան տալու։ Ես հասկանում եմ, որ դատար չպետք է գամ քոտում, բայց եկել եմ տարբերակը սա էր, կամ պետք է ոտով գար, կամ պետք է չգար, որովհետև դատար չպետք է գար։ Ես գնահատասելով գնամ։ Եթե մեր մտերմության մեջ ես հրավիրեմ քեզ վերտում ասես վաղ այդ ծնունդը դատարկ եմ չգնամ, պատճառում եմ գիտես դասից երբայր հարմար չի ուրիշ անգամ, դա մեր հարաբերությունը չեն կարծողել ավելի, բայց որ սենց լավ ծիծաղալով կաս ուրախ շնորհավոր ես ինձ, ես քո ներկայացումով ուրախանամ, դա ամենամեծ նվեր է լինի։ Երբևիցե ինձ կարիք էլ չկա, երբ որ նստեմ քննարկեմ թե ով ինչ ա բերել, ներկայությունը ինձ մանավանդ տարիքում ավելի ուրախացնի, քան նվերը, որ մարդիկ ուղղակի շնորհավորել են բառացին, զանգել են, կամ եկել են, կամ ինչ-որ բան արել են, ամեն շունչը ինքն էլ ամուսում թելադրողների ու փոխում ստացվում է իրական, բոլորիս կյանքում էլ ինչ-որտեղ ստացվում է։ Հիմա որ առաջարկ կանեմ ինչ-որ բան անելու, տարբերակները հնչելն է։ Միանշանակ բոլոր զալը համաձայն չի լինելու, ինքը ամեն մեկը մարդ են, տարբեր ձերի մտածող ու տարբեր հասկացության առաջարկել եք այս բանը, էլի փոխելով ինչ-որ օր, ժամ, եկեք իրակի անենք բոլորիս հարմար լինի, եկեք 5 հոգու հարմար չի, անընդհատ ինչ-որ բան անելուց մեր կյանքում մենք մարդ ենք, ոչ մի բան միանշանակ չի բան, ասել եկեք վաղը գնանք Սևան ու բոլոր հա գնացինք ու մեկը գնացինք։ Մեկը գիտես մենք վաղը պայմանավորված ենք, ինչտեղ պետք է գնանք, այդ ձեր երեխեները ասում եք եկեք Սևան, հա Սևան ուզողներ կան գնան, այդ հարցները պետք է լավանան։ Շնչին հնազանդեցնում են և հոգևոր բաներին և մտածում ինչպես Քրիստոսը, որովհետև եթե մենք ենք մտածում, մեր շունչը միշտ մեզ ինչ-որ տեղ տալելու հակառակության Քրիստոսի։ Այո, տեսակերված, բայց ես կարծում եմ, դրան էլ ժամանակ կգա, հա, դրան էլ ժամանակ, ասում ես քո տնեցի կգա, դրան ժամանակն է կգա, չեք շտապում, դրան ժամանակն է կգա, իրակ է կգա։
անցման տարիներ նորից հարց բարձրացնես տնեցի, դե իրանք լսել են, երբևիցե եղել ա, որ եկել է, բա հիմա, դե իրանք իրանց ճանապարհ ունեն, երեխեսի ուսանողը, պարապումը, մեկ, հիմա մի տեսնել է, պետք է պարապի, ես իարաջ, այսօր տարանթունության քնությունը վերցես բժշկական ակադեմիայում քնություն տա, ասեցի լսի, այս ամբողջ ընթացքը Աստծուն, պարապել, քորվարիանը, ամեն ինչ իրա դերում։ Երբևիցե չի որ նա գա փոխարինի Աստծո ժամանակին։ Ինչ անում ես դրանից առաջ ու դրանից հետո։ Նա մանավանդ ավտոբուսս, ավտոմոբիլս։ Դրա համար սերտես, մեզանց է շատ բանակախված, որ շնչի հարցերը մենք թողենք, որ ոգին ես առաջնորդի։ Շուրջը երբեմն ինքը ճիշտ բաներ են առաջարկում էին, որ ինչը որ դու սիրում ես։ Եթե խաշ չես սիրում, ինքը ասում չէ, ես խաշ չեմ սիրում, այսինքն ես չեմ գամ ուրիշ բան ուտել կամ չեմ ուզում գամ խաշատել, դա իր որոնք կա, ինքը չի սիրում, որ երբեմն մենք չենք կարող պարտադրենք, որ ինքը սիրի։ Այդ իրասիրողական տեսակետը մենք դրանով տարբեր ենք, բայց ինչով ենք մենք մեկ իրար հետ, երբ որ Քրիստոսի միտքը ունենք, Քրիստոսի նման ենք մտածում եւ այդ հոգեվոր հարցերում մենք հոգով ենք վարվում, ամեն։ Հիմա մի տեղ էլ կարդանք, որ հոգու հենց հոգու վարմերի այդ ոլորտի հետ կապված մեզ շատ լավ խորհուրդ կա տալը։ Գաղատացիս 5-րդ գլուխ 16-17 խոսքերը։ Սակայն ասում եմ, հոգով ընթացել և մարմնի ցանկությունը մի կատարել, որովհետև մարմինը հոգուն հակառակ է ցանկանում, իսկ հոգին մարմնին հակառակը։ Եվ քանի որ սրանք իրար հակառակ են, չանենք այն ինչ կամենում եք։ Ինչ կամենում եք, ես կամենում եմ ես։ Այդ կամենալը պետք է աղոթքով Աստծո դնես Աստծո ոգի մեջ, ասես դե ես սա կամենում եմ անեմ։ Գիտեք, ես ինձ մի բանի մեջ վարժեցել եմ, երբ որ մի բան ուզում եմ որտեմ, ասեմ տեր, խնդրում եմ ցույց տուր, սա ճիշտ է որ մտածել։ Ես մեկ հաղորդել որ անձին ես ուզում դու, ոչ թե որ ես այսպես եմ որոշել, ես այսպես ուզեմ։ Ես կարող ուզում եմ ու ես ինքս չեմ հասկանում դրա տակ թաքնված հպարտություն կա, ցուցադրական մի շոտ բան կա, տան որ ինքը իմանա ես տղոր եմ, տան ինքը շատ տեղեր ա լինում, շատ մարդկանց ա պատմում, տան ու թոյթա պատմի, որ Սարգիսը այսպիսի լավ էր, բայց միգուցե ցածում պետք է տան մեկին, որ երբևիցե բերանը չի բացվում, որ ռիսկով ասի շնորհակալ եմ, առաջնորդ ա, ու դա քեզ կարող դուր չի գալիս, որ շնորհակալություն չի գալիս։ Մի վկայություն ասեմ սրա կապված, մի պլանշետ է արել ու այդ պլանշետը որ վաճառել էր, ասեց սա սկզբում հորի վաղտունին նայել, ինքն օգտագործել, հետո տվել է հորի վաղտի, մի խոսքով հետո այդ եղբայրն էր օրտվել դա, ու ինքը որոշել է վաճառել, ինքը որոշել է վաճառել, ինքը չօգտեց ինձ։ Վաճառեց ես համաձայն է, դա իմ հորի համար օրդություն էր արնել է, վերցեցի ու առաջորը երբ որ ձեռս էր, այս չափսին կպլանշետ էր, նաև հեռախոսի ֆունկցիան էր, հեռախոսել էր, կարայ զանգի։ Ու երբ որ նստած ես քարոզը գրում էի, ու ինձ բռնացրեցի, ես ինքս ինձ բռնացրեցի կողքից հոգու մեջ ոնց որ կողքից նայեցի, սենց գիտես ինձ ձերը, որ հոստախ տեսնեմ, մի քիչ բարձր բան, սենց հետևից եմ թող տեսնել, որ իմ մոտ պլանշետ է, որտեղ այդ թվերին շատ քիչեր ունեի, ու գիտես ինքս ինձ հաղթելու համար կարճ տրեց, ես իրան չհասցրեցի լավ վայրը, երևի մի ամիս կամ մի քիչ շատ միգուցե, ես ինքս ինձ հաղթելու համար ասեցի Տեր ջան, հասարակ ես ուզում եմ օրտեմեսի իմ նշանն որ կապչուր ես ինչա, ես պատրաստ եմ սա օրտելու։ Սուրբ հոգին ասեց կողքիտ աղջկան նայեց իրան ջայն երիտասարդ փառաբանում էր արդեն այս հավաքույթը վերջանում է, վերջի երկնա, ուրախ երգում էր, ասի եղավ հասկացա, գրեցի իր աթորին, ինքը դեռ երգում էր, վերջացրեցին, ասի քույրիկ ջան, սա քոնն է, զայրանշնիկը պապայի կտավ կբերի։ Ու ասի Աստված ջան, ազատ է, տես որ կապված չէ, երբ որ ես նկատում եմ, որ մի բան ինձ
արդեն հոգևորից տանում են որ ես եմ աննման, շտայից նման, ես հասա ինչ-որ բանին, ես արժանի գտնվեցի, Տերը ինձ տվեց ուզածները, այդ ժամանակ նորից ինձ բերում եմ ստել, ասում մնաս տեղ, սարքիս երկվայր, տեղ չի քեզ ընդել, ընդել են չեն տանում քեզ, որտեղ ինձ զավակն ես, ուր է աղքատությունը, որտեղից ես եկել եմ, այդ ճանապարհը, հասել ես տեղ, մնա միշտ ստեղ, ելի խողովակի միջոցով ջուրը գնում է, ինքն էլ աթրջում, ինքն էլ այդ ջրից օգտվում, բայց իրա միջոցով ջուրը հասնված է, որտեղ ծառավ սրտեր կա։ Ու ես ուզում եմ այդ խողովակի դերը տանը սիրելիս, որպես քրիստոնյա հոգու մեջ հասկանալով իրոջ կամքը եւ անելով իրոջ ծրագրերը։ Ամեն։ Իսկ շուրջը ինք ուզում է անընդհատ, ակամա, անտերի, դերի, տվե, կտրվի ձեզ, ինչ-որ խոսքեր վերցնելով ու քեզ գցի փորձության մեջ։ Մարմնի բոլորի փորձությունները։ Մարմնի համար մենք պետք է հոգ տանենք սիրելիս։ Եթե ինչ պետք է ասենք, որ դե մարմինը էլի ու կան ուրիշ ծայրահեղություն, մարմնի գցենք դիվանին թող հանգստանեն ամբողջ օրը։ Ու քեզ թվում է թե դու ես գցում, բայց դա ցանկություն է արդեն, դա քո մեջ ցանկություն է, պարկել դիվանին ու օր անցկացնել այդպես։ Երբ որ բալանս կա մեր կյանքում մարմնի խնամք տանելու, հոգ տանելու, գեղեցիկ պահելու, հարտավաց լինելու, սուրբ նրա համար, որ ես քրիստոնյա եմ, դրանով փառավորեմ Տիրոջը, դա շատ լավ մոտիվ է, դա շատ մարմնի մասն է, որ մենք երեք բանից ենք բաղկացած, հենց երրորդ մարմնի համար ճիշտ խնամքը, ճիշտ բժշկական տեսակետից կլինի, ես օրինակ քանի համար տանքերն է, ես աղավիճ եմ եկել գնում, բժիշկներից լսել եմ, որ օգտակար է, հոդերի, որոշակի ու թարմություն զգում եմ, որ թարմ եմ ելում անտանես օրվա մեջ, գնում եմ, օգտվում եմ, մարմնիս է, հաճուկ է տանիս է, բայց գիտես ես դրանով գերված չէ, որ չէ, ինչ եկեղեցի, ես մարմինս պետք է գնամ անպայման բուժումների, ես չեմ կա եկեղեցի, գնամ բուժումների, ժամերի փոխարեն, ինչ որ անում եմ, չեմ անում եկեղեցու հաշվի, անում եմ իմ հանգստի, ինձ տրամադրված հանգստի, ու այդ ամենով ես նաև գործի դերը, որ մեր երկու շատերը շուկան հակա, փորձում եմ ամեն երկու շատի, իմ ամեն ճիշտ ավակների հավաքություն ենք արդեն, բայց ամեն երկու շատի մարմնի համար լիարժեք հանգիստ, նաև ընտանիքներ միասին լիարժեք հանգիստ տալ, որ էներգիա հավաքի ամբողջ շաբաթ կարողա ծառայի Աստծուն։ Ամեն խնամք տանելը պետք է, բայց ծայրահեղ հետևից ծնելը պետք չի։ Կներեք շատ ես վերջը մի քանի ժամանակ առաջ լսեցի, որ ինչ-որ տարեց մարդը եկել է Հայաստան ու իր տարբեր ձևի վիրահատություններ, անգամ այնպիսի բաներ, որ ասում ես այդ տարիքին ինչի դա պետք է ոնց կաց գեղեցիկ ես ով պետք է հավաքի կամեցած հոգի շուշ մարմին, որոնք կարիք ունեն բժշկության հոգի պետք է կարդա խոսքը, Աստծուն հարաբերվի, ուժեր լինի եւ մեր շնչի մարմնի կառավարի, մարմինը ասի վերկաց դիվանից, դա դողացի հագնվի, գեղեցիկ ու գնում ենք Աստծո տուն։ Շունչը դա քեզ պետք է, որ դու հասկանաս, գիտակցես, այս համարները նստելու։ Դե դեռ ինձ հիմա չէ անջատված գնում ես, ասես, ոյ, ես քշելուց եղել եմ։ Իմ ամիշնիմ սովորական ճանապարհով միշտ գնում ենք, դες մեկ էլ ասում են դսի մարդ կա, դա պետք է իջացնեմ, որ ասեմ, մոռացել եմ։ Ցնած լինելու մոռանում եք ու սա էս հետ է կատարվում, բայց երբ որ բժշկություն է գալիս մեր երեսին նկատառում, մեր մարմինը առողջ է լինում, մեր շունչը, մտածողությունը, դատողությունը, մեր խոստացածը, չէ՞ ասում այն պետք է երթում ես անել, խոստացել ես, պետք է կատարես։ Բայց այնքան խոսքեր չոր, կանենք, ու թողում ես տանում։ Ինչ որ ասում ես, սկսում ես մտածել, անել, հոգ տանել, զանգել, այդ վիճակում բանտալ, քո շունչն է, որ պետք է նաև ծառայի քեզ, որպեսզի քո հոգու ու քո որպես Աստծո զավակ, քո գործը
երկիրյանի չերեջ կատարես։ Դրա համար շունչը պետք է դրային գնա, որ դու կարողանաս սանգես, շփվես, օգտակար լինես քո եղբայրների, նաև ինչի՞ չէ դրսի մարդկանց, բայց խոսքը ասում է նախ առաջինը Աստծո տան մեջ։ Կարողանանք իրար պետքական լինենք եւ նաև աշխարհին ձեռքցեն օգնել վերել, որտեղ աշխարհին Աստված մեր կբերի դու, եթե մենք ամեն մեկս մեր վրա հոգ տանելով, խնամ տանելով մեր հոգու շնչի մարմին, ներսում կարողանանք այնպես մտնոլորտ ստեղծել, որ Աստված փառավորվի։ Այդ ժամանակ Աստված աշխարհին հրաման կտա, որ նրանք կան այստեղ, որտեղ Գործ առաքելություն գրած է, երբ որ քուր եղբայրները սիրով միաբանված էին, Աստված փրկվածների թիվը ավելացնում էր։ Իրանք կգան, կորածները, նրանք ովքեր որ եկել են չեն գալիս, նրանք որ քարոզել ես, նրանք ովքեր որ պոստը լսել են միգուցե Աստծո մասին, կզանգեն, կգտնեն քեզ, ամեն, կհայտնվես միտեղ, որտեղ կլինես հենց իրանց համար օրինակ, որպեսզի իրանք կարողանան գալ Աստծո տուն։ Միշտ չի սիրել ես, որ մեր մարմնի ուզածը մեղք է, բայց այն, որ նա հակառակ է, մենք կարդացինք այդտեղը, դա մեզ տանում է հեռու հոգևոր կյանքից, Աստծուց, եկեղեցուց, քայլ առ քայլ։ Հա ինչ է անում, ֆուտբոլ է խաղում, բայց եկեղեցի չէ եկել։ Դրանք մի անգամ գալը, մի անգամ չէ, սովորություն տարել, ու փառք Աստծուն եկեղեցուն դրված ծառայողների համար, որ նրանք ամեն մեկիս համար եւ աղոթում են, եւ խնամք են տանում, եւ ուշադրություն են ցուցաբերում, բայց դու էլ ինքդ ես հասկացի, եթե անգամ չկա այդ ուշադրությունը, Աստծո ուշադրությունը քո վրա է, Աստծո աչքը քո վրա է, որ տեսնի քեզ ու ողորմի ու քեզ կարողանա բերել տուն։ Մի օրինակ եմ բերեմ ու վերջացնեմ դրանով սիրելիներս, մի համակարգյալ եղբայր ալինում, այնքան են ես եղբորը այցելում, մի քիչ չեն գալի եկեղեցի, անդադ այցելում են, անդադ ասում են, անդադ զանգում են, ու մի բան այդ ամենը դադարում, զանգեր չկան, մի անգամ հեռուստացույցով նայում, սա եղած պատմություն է, Աննա Պուգաչովան ինտերվյու է տալիս ինչ-որ հաղորդմանը, ու ինքը ինչ-որ խոսք է լսում դրանից ոգևորված, չեմ հիշում ինչ խոսք ոգևորված, բարսակ եկեղեցի, չէ, զանգում է եղբայրներից մեկին, որ ես արդեն ուշքի եմ եկել խոսք լսում, ինչ եղավ, ասում Աննա Պուգաչովան եթեր էր տալու հենց խոսք ասեց, կպավ սրտից, ես հասկացա, որ մեղավոր ասել է, այդ ինչքան ես Աստծուց հեռացել, որ Աստված ավելի ուժեղ գերբնական բան օգտագործել, որ Աննա Պուգաչովային խոսել է տելևիզորով, որ դու նրան գոնե լսես ես գաս, տարիներով քեզ ասում են, տարիներով եկեղեցում ես եղել, տարիներով ծառայել ես Աստծուն, ես 2 տարի հեռացած ես Աստծուց, ու այդ ճանապարհ չէի թողել, որ Աստված քո հետ խոսա, որտեղ գիրքը չէի բացում, եղբայրներին չէի լսում, ոչ մի տարբերակ չէի թողել, Աստված ստիպված հրաշք արեց, Աննա Պուգաչովային խոսեց, որ դու գաս, շնորհակալ եմ քեզ Աստծուն, մի թույլ հերթը հասնի Աննա Պուգաչովաներին սիրես, Աստված քեզ կոչ անում, մի դադարի ոտքերը եկեղեցի այցելելուց, ինչ վիճակում եկաս, շնորհակալ եմ, որտով ես գալի, տրանսպորտով ես գալի, չգիտեմ ինչ վիճակ է կա, գոհությամբ սկսել, ամենը անել, եթե գոհությամբ սկսել ես, ուրեմն հավատա, հրաշքը քեզ գալիս է դեպիված, այս հեռավորություն է մնացել, արդեն դու պիտի տեսնես իրան, մի հետ գալի, մի ասա, այսքան էլ չեն կարա գնալ, այսքան եկել են շատը, ինչ արել ես Աստծո համար, Աստծուց գնահատականները, պսակները պատրաստ են երկրքում, ամեն սերես, Տերը թող ես որդի, ու մենք հիմա աղոթելու ենք, որ ես 3 ոլորտում է, ես սկզբում ուզում եմ խոսալ մարմնի բժշկության կոչ անել, աղոթենք հիվանդների համար, բայց ես մտածում եմ, որ եթե մեր հոգին շունչը մարմին է, մենք աղոթենք առողջ լինի, հոգին ուժեղ լինի, անդադ դու աղոթես քո համար կանգնած ես, շունչն ու մարմինը կհնազանդվեն, կլինեն առողջ ու կհետևեն հոգու, ու դու հոգով շնչով մարմնստեղ կլնես, ու քո շունչը իմատունը ճաշ չի եպի, կամ չի ասի, երկա վերջանում գնալ, չեմ վերջացնելու, նա վերջացնելու, սիրելիներս